Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր հոկտեմբերի 21-ն է արդեն։ Հիմնականում խոսելու ենք Հայաստանում ներքաղաքական իրադարձություններից եւ անդրադառնալու ենք նաեւ միջազգային կարևոր իրադարձությունների։ Երկուսն էլ հետաքրքիր թեմաներ են, երկուսն էլ չափազանց կարևոր են, բայց սկսենք Հայաստանից, քանի որ այն ինչ հիմա տեղի ունենում Հայաստանում որոշների մոտ մտահոգությունների տեղիք է տալիս, որոշների մոտ հակառակը ինչ որ նոր հույսեր է առաջացնում, որոշները ուղղակի հասկանում են, որ ահա այսպես է սկսվում ներքաղաքական գործընթացը ընտրություններից առաջ ակտիվացումը, ասեմ, որ իրականում այնինչ տեղի ունենում կարելի է միանշանակ գնահատել, որ դա տեղի ունենում ընտրություններից առաջ եւ նախընտրական ինչ որ ակտիվ գործընթացներ են հիմա տեղի ունենում Հայաստանում, ահա այս ձև ոչ ստանդարտ, ոչ սովորականի նման, բայց ահա այսպիսի ձևով է այդ ամենը ընթանում։ Այնինչ երեք տեղի ունենում Գյումրիում Վարդան Ղուկասյանի ձերբակալման հետ եւ այն խժդերությունների, աղմուկների, հրմշտոցների, որի ընթացքում նաեւ 23 անձ ձերբակալվեց։ Այդ ամենը վկայում է մեկ բանի մասի, որ Հայաստանում բավականին բարդ քաղաքական process-ներ են սպասվում ամենայն հավանականությամբ 26 թվականին շատ դժվար իրավիճակ կարող է դա ստեղծվել Հայաստանի համար, բայց դրա համար հիմա Հայաստանի թե հասարակությունը եւ թե իշխանությունները շատ լավ սկսել են պատրաստվել, հասկանալով որ Ռուսաստանը ահռելի մեծ գումարներ է սկսել ծախսել, ահռելի մեծ գումարներ, պետք է այդ ամենի դեմ շատ լուրջ պրևենցիա իրականացվի եւ հիմա արդեն սկսել են այդ ամենը իրականացնել։ Այնպես չէ որ Վարդան Ղուկասյանը անմեղ է, այնպես չէ որ ինքը կաշառք չի պահանջել, այդ ամենի մասին հստակ ձայնագրությունները կա, ձայնագրվել է նաեւ դրոների միջոցով եւ այդ երաժշտությունը, որը որ միացված է եղել սենյակում, այսինքն ամեն դեպքում կարողացել են ձայնագրել, թե ինչպես է նա կաշառք պահանջում, ոչ թե ստանում, այլ պահանջում։ Երևի դա ավելի ծանր է իրականում, ավելի ծանր հանցագործություն, չգիտեմ օրենքով ինչպես է, բայց ստանալը մեկ բան է, պահանջելը մեկ ուրիշ բան, ստանալը այն է, որ կարող ենք որ մեկ առաջարկել, ստիպել չասենք, բայց խնդրել, որ անպայման վերցնեն կաշառքը ինչ որ մի գործարք իրականացնելու համար, կարող է նույն օրինակի համար քաղաքապետի անձը հրաժարվել, ասել չէ, ինչ եք ասում, նման բան ընդունելի, բայց հետո իրեն զորով տան, ինքը վերցնի, բայց այն երբ որ ինքն է անձամբ պահանջում կաշառք, դա լրիվ փոխում է պատկերը եւ իրավապահ մարմիններին հաջողվել է այդ ամենը ձայնագրել, դա է ամենակարևորը եւ հետաքրքիրը, այնպես չէ որ օրենքի խախտում տեղի չի ունեցել եւ այդ անձին հիմա ձերբակալել են, բայց այն ինչ որ տեղի ունենում Գյումրիում, այդ հրմշտոցները, այդ խառնաշփոթը պարզ է որ կազմակերպված է հստակ մեկ նպատակով, որպեսզի ապակայունացվի իրավիճակը Գյումրիում եւ ընդհանրապես Հայաստանում եւ ընդդիմությունը, ասենք ընդդիմություն, այդ հասկանում ենք որ ինչքանով դա ընդդիմություն է կամ ինչքանով չէ, դիտմամբ է այդ ամենը անում, որպեսզի իրավիճակը ավելի լարվի։ Այդտեղ եւս բավականին պրոֆեսիոնալ են գործել ըստ ինձ իրավապահ մարմինները եւ շատ արագ արձագանքել են։ Բայց ամենակարևորը այն է, որ ճիշտ է ինչպես արդեն ասեցի այդ կաշառքի փաստը տեղի ունեցել պահանջի։ Այդ կարևորը այն է, որ իշխանությունների համար, Հայաստանի իշխանությունների համար Վարդան Ղուկասյանը Գյումրիում դարձել էր պարտության սիմվոլ, այսինքն իշխանությունների պարտության սիմվոլն էր դարձել եւ այսպես կոչված ընդդիմադիրների ողջավորության սիմվոլ։ Արդարության համար մենք դա պետք է նշենք եւ այն հայտարարությունները, որոնք որ նա անում էր Հայաստանի գուբերնիզացիայի վերաբերյալ, կարող է ոչ ուղիղ, բայց շատ ավելի հստակ, քան մնացած ընդդիմադիր առաջնորդները, նույնիսկ ավելի հստակ, քան նույն Ռոբերտ Քոչարյանը, ավելի ու ավելի շատ էին նյարդայնացնում Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանի հասարակության, ես հավատում եմ, որ բացարձակ մեծամասնությանը, նույնիսկ շատ ընդդիմադիր հայացքներ ունեցողներ կլինեին Հայաստանում եւ կան, ովքեր որ դեմ լինելով Հայաստանի իշխանություններին միանշանակ կողմ չէին Վարդան Ղուկասյանի այդ
հայտարարություններին, որ Հայաստանը պետք է վերջին հաշվով դառնա ռուսական գուբերնիա։ Այսինքն ամենալավ հստակ արտահայտվում էր այդ մասին, ինչպես արդեն նշեցի, Վարդան Ղուկասյանը, հետո մի քիչ փորձում էր ուղղել, երբ որ իրեն հարցեր էին տալիս, բայց ընդհանուր առմամբ գաղափարը դա էր։ Եվ ահա այստեղ եւս քաղաքական process կա, այնպես չէ որ միայն իրավապահ մարմինները հայտնաբերեցին այդ կաշառքի դեպքը եւ իրեն հիմա ձերբակալեցին Գյումրի քաղաքապետարանի հետին մասով դուրս բերեցին, չէ, իրականում այստեղ կա նաեւ քաղաքական մաս, հանցանքը տեղի ունեցել, կրկնեմ, բայց կա նաեւ քաղաքական մաս։ Եվ սա շատ ճիշտ կարծում եմ ժամանակին է արվում Հայաստանի իշխանությունների կողմից, քանի որ մի քանի ամսից արդեն շատ ավելի բուրըն նախընտրական գործընթացներ տեղի կունենան Հայաստանում եւ հետո տեղի կունենան արդեն ընտրությունների։ Մենք տեսանք նաեւ հանրահավաքը ի աջակցություն Սամվել Կարապետյանի, մենք տեսանք թե ինչպես է ակտիվանում եկեղեցի ասելով հայ առաքելական եկեղեցին նկատի չունեմ, այսօր հայ առաքելական եկեղեցին բռնազավթած անձինք, ովքեր որ օրհնում են, իրենց օրհնությունն են տալիս, մասնակցում են այդ հանրահավաքներին, այսինքն հակառակորդը Հայաստանում մոբիլիզացրել է բոլոր այն ուժերը, որոնցով որ կարող է խառնաշփոթ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի Հայաստանը վերադարձնեն իրենց ուղեծիր, իրենց գուբերնիա եւ դրա համար Հայաստանի իշխանություններն էլ իրավապահ համակարգն էլ շատ գերլարված իրավիճակում է աշխատում, բայց այս պահի դրությամբ հստակ երևում է, որ ամեն ինչ տեղին է արվում եւ այնպես չէ, որ ինչ որ սխալ գործողություններ են իրականացվում, այսինքն այստեղ նաեւ սխալվել չի կարելի, քանի որ եթե ինչ որ քայլ ես անում եւ սխալ ես անում, կարող է այդ քայլով արդեն լուրջ վնաս հասցնես ինքդ քեզ եւ այնինչ ես հետևում եմ եւ տեսնում եմ, շատ ճիշտ է այդ ձերբակալությունները օրենքի խախտման փաստով կոնկրետ փաստեր հայտնաբերելով ձերբակալությունները շատ ճիշտ ձև է։ Դրանից բացի մեկ բան պետք է նաեւ մենք հասկանանք, եթե Հայաստանում այդ 5-րդ շարասյունը չի հասկանում, ապա ես իրենց ասեմ, որպես քաղաքագետ թող գրեն միտեղ, հետո ստուգեն ճիշտ է թե սխալ, ճիշտ է Նաստրադամուսը չեմ, բայց միանշանակ իրենցից լավ եմ տեսնում։ Թող միտեղ գրեն, կողքի դնեն, հետո ստուգեն, ինչ ուզում են ասել հիմա, բայց հետո կստուգեն։ Ռուսաստանը ընդհանուր առմամբ պարտվում է ռուս-ուկրաինական պատերազմ։ Պարտվում է Ռուսաստան, պարտվելով Ռուսաստանը Ուկրաինայում այն միանշանակ կպարտվի նաև հարավային Կովկասում։ Վրաստանի մասով թող չողոքեվորվեն, այստեղ ռուսական ազդեցություն չկա, չի եղել եւ դժվար թե լինի։ Այն ամենը ինչ տեղի ունում Վրաստանի իշխանությունների եւ արևմտյան երկրների, եվրոպական երկրների միջև, ես համոզված եմ, որ դա ժամանակավոր բանույթ է կրում, իրենց միանշանակ շատ լավ կհասկանան։ Ռուսաստանը եւ ամենակարևորը տնտեսապես է քայքայվում։ Դա ոչ իմ ցանկությունն է եւ ոչ էլ ես եմ նպաստում ինչ որ բան, որ այդպես տեղի ունենա։ Ստիպված եմ այսպես արտահայտել, որ որոշները հասկանան։ Եվ ոչ էլ խոսում եմ այն, ինչ ցանկանում եմ։ Դա է փաստացի իրականությունը։ Եվ այս պահից ուրեմն թույլ տվեք անդրադառնալ եւ անցնել միջազգային իրադարձություններին, որպեսզի ընդհանուր մտքի շղթան պարզ լինի բոլորին։ Ռուսաստանը շատ լուրջ տնտեսական անկում ունի։ Շատ լուրջ տնտեսական անկում ունի եւ չի կարող նաեւ հաղթանակ տանել ռազմի դաշտում։ Ու դա էր պատճառը, որ հերախոսազրույց տեղի ունեցավ Թրամփի եւ Պուտինի միջեւ, պայմանավորվեցին Հունգարիայում հանդիպել, բայց հիմնական խոսակցության թեման եղավ այն, որ Պուտինը համաձայն է բավարարվել միայն Դոնբասով, ասում է թող ուկրաինացիները Դոնբասը ամբողջությամբ մեզ տան, այսինքն կա մի մաս, որը որ դեռևս վերահսկում է Ուկրաինան, մենք դուրս կգանք Զապորոժիայից, Խերսոնից եւ մնացած հատվածներից, որոնք որ գրավել է Ռուսաստանի Դաշնություն։ Նախկինում հիշում եք Անկորիջում հանդիպման ժամանակ Ալյասկայում այլ էր Պուտինի դիրքորոշումը, նաեւ այլ հերախոսազրույցների ժամանակ, Ստամբուլյան հանդիպումների ընթացքում հիմա լուրջ փոփոխություն տեղի ունեցել դիրքորոշման եւ պատահական չէ, որ երեք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զանգահարել է
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոին եւ խոսել են, քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ Ինչ է սա նշանակում։ Թրամփի հետ իրենք պայմանավորվել են, խոսել են, քննարկել են այդ նույն Դոնբասի հարցը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականում Թրամփի գլխավորությամբ ողջավորված է այդ առաջարկից։ Իրենք համարում են, որ իրենք կարողացել են հասնել շատ կարևոր բեկման ռուս-ուկրաինական այս հակամարտության մեջ։ Սակայն այլ կարծիքի Ուկրաինան եւ եվրոպական երկրներն են այլ կարծիքի։ Եվրոպական երկրները հիմա ավելի են ուժեղացնում, ավելացնում ճնշումները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ այդ ստվերային տանկերների նավթ տեղափոխող նկատմամբ եւ այլ ձևերով եւս ավելի են մեծացնում ճնշումը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, քանի որ տեսնում են, որ արդյունք է տալիս իրենց ճնշումները եւ նաեւ ռազմական առումով սկսում են ավելի շատ զինել Ուկրաինային։ Խոսք կա նրա մասին, որ Թրամփը ստիպել է Զելենսկիին հանդիպման ընթացքում, որպեսզի համաձայնվի Պուտինի այդ առաջարկին, բայց Զելենսկին չի համաձայնել։ Չնայած Թրամփը ասում է, որ նման բան չկա, իրենք եւ ինքը անձամբ չի ստիպել Զելենսկին ոչինչ, բայց հեղինակավոր լրատվամիջոցների պնդմամբ նաեւ Վիտկոֆն է սկսել ճնշումներ գործադրել Զելենսկիի վրա, որպեսզի Զելենսկին համաձայնվի Ռուսաստանի առաջարկների հետ։ Սա շատ հետաքրքիր եւ կարեւոր նյուանս է։ Ես էլ եմ կարծում, որ Թրամփը սկսել է ճնշումներ գործադրել Զելենսկիի վրա Պուտինի այդ առաջարկից հետո, բայց Զելենսկին ասում է, որ մենք հիմա շատ ավելի լավ դիրքերում ենք, Ռուսաստանը կարողացել է ընդամենը գրավել 1% տարածք մեզանից, Ուկրաինայից, դրա դիմաց պարկացնելով 1,300,000 զինվոր մարդ։ Այդպես է կարծում Զելենսկին։ Իսկ Թրամփը ասում է, շատ ուղիղ ասում է, որ այն ինչ գրավել է Պուտինը Ուկրաինայից, դա իր հաղթանակն է, դա իրեն է պատկանում եւ պետք է դադարեցվի պատերազմը, որպեսզի ամբողջ Ուկրաինան չկարողանա տանել Պուտինը։ Բայց նույն ժամանակ մենք բոլորս կրկնեմ տեսնում ենք, որ լուրջ տնտեսական անկումների ֆոնին նաեւ Հնդկաստանի մասով դերևս անորոշ է ռուսական նավթ գնում են, չեն գնում։ Թրամփը ասում է մոդին խոստացել է, բայց պաշտոնական որևիցե հայտարարություններ չկան, հերքումներն էլ այդքան ակտիվ չեն հնդկական կողմից, բայց նավթի գաները ռուսական անկում են։ Ընդհանուր առմամբ կրկնեմ ամեն ինչ հուշում է մեզ այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է այնուամենայնիվ գնալ զիջումների կամ բանակցություններից առաջ իմիտացիա է ինչ որ անում, որ պատրաստ է գնալ զիջումների։ Եվ այդ պայմաններում պատկերացրեք հարավային Կովկասում Ռուսաստանի իրավիճակը եւ Հայաստանում ընդդիմադիր կոչվածների վիճակը։ Եթե հələ չեն գիտակցում, մինչև հիմա դեռևս չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, հենց իրենց համար եմ այս ամենը ես բացատրում։ Ճիշտ է, կարող է շատ բան փոխվել։ Կարող է անկանխատեսելի իրադարձություններ եւ դեպքեր տեղի ունենան, բայց շատ քիչ հավանական է, որ այդ ամենից Ռուսաստանը հաղթանակած դուրս կգա։ Իմ անձնական համոզումը, նույնիսկ ոչ տեսակետ, այլ համոզումն է սա։ Լարված է նաև Մերձավոր Արևելքում, այնպես չէ, որ Գազայի շուրջ պայմանավորվածությունները շատ նորմալ ընթանում են, Համասը խախտել է հրադադարը, Իսրայելը պատասխանել է, առնվազն 15 հոգի զոհվել են, դա 3 առավոտյան տվյալների համաձայն, այսօր կարող է արդեն ավելի շատ զոհեր եղած լինեն, 24 ժամ է անցել այդ վերջին իմ ունեցած տեղեկություններից, դե կթարմացվեն տեղեկությունները կիմանանք, բայց շատ լուրջ հրադադարի խախտում է տեղի ունեցել, չնայած որ Թրամփը շատ մեծ ոգևորությամբ խոսում է, որ ինքը կարողացել է ավարտին հասցնել այդ մեծ շատ երկարատև պատերազմը եւ պատմում ու բացատրում է, թե ինչպես է ինքը դրան հասել, ինչպես է Իրանին պարտության ենթարկել, ոչնչացրել ատոմային օբյեկտները, իրավիճակ է փոխվել Մերձավոր Արևելքում եւ դրանից հետո նոր հնարավոր եղավ հասնել այս հրադադարին, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ դեռևս լուրջ խախտումներ կան հրադադարի եւ այնպես չէ, որ խաղաղություն է հաստատվել Իսրայելի եւ պաղեստինցիների
միջև։ Բայց հույս կա, որ այդ հրադադարը կկայունանա եւ կպահպանվի։ Այս պայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։